Ի՞նչն է բերել այսօր ձեզ այստեղ։ Հակոբ Մարկարյանն եմ, Շվեդեն եկած եմ։ Ավելի 24 դոնելու համար այս ուզեցի որ Հայաստան կան։ Ավելի 24 Հայաստանի մեջ չեմ։ Դուք ցեղասպանությունը վերապրածի սերունդ եք։ Ցեղասպանությունը մոռանալիք բան չէ։ Ինչ ալ կմոռանանք, ինչու՞ էս պիտի չմոռանանք։ Ձեր նախնիները որտեղից են։ Թուրքիան ո՞ն մորթված է, իմ դադասն է։ Խարպետյան եմ, Խարպետյան։ Ո՞ն մահված է։ Ինչ պատմություններ են հասել ձեզ Խարպետից ձեր նախնիների։ Պատմություն շատ է, շատ պատմություն է, ինչպես մորթվեցան, ինչպես հղիգիները բզդիկներով միասին մորթվեցան։ Շատ բաներ ասացին։ Եվ անգարել եմ մոռանանք այն օրերը։ Մեր դադաները քաշած են։ Եվ մեր զավակներն ալ պիտի հիշեն միշտ։ Կառավարության կողմից հնչեցվող հայտարարությունը, որ ցեղասպանությունը չպիտի առաջնահերթություն դիտարկել մեր օրակարգերում, ինչպես եք ընդունել դուք Սփյուռքում։ Ես չեմ ընդունել։ Ես ընդունող չեմ։ Կառավարություն ընդունել, բայց անցամբ ես ընդունող չեմ։ Այսինքն պահանջատեր եք եւ պետք է մի օր պատասխան տան։ Այո։ Շնորհակալություն։